Աղքատությունը հազվադեպ է գալիս որպես անսպասելի այցելու, ով թակում է դուռը, ժամանակի մեծ մասը նա մտնում է սողուններ մեր իսկ խոսքերի միջոցով, ամենօրյա սովորություններ և փոքր զիջումներ, առանց դրա իրականացնելու։ Ասես մենք մեր շրջապատի բանտ կառուցեցինք, աղյուսով, մինչև մի օր մենք գիտակցենք։ Պատերը չափազանց բարձր են, և դուռը միայնակ փակ է։ Ամենադժվար ճշմարտությունն այն է, որ աղքատությունը ճակատագրի պատիժ չէ, բայց սխալների կուտակված արդյունքը, որը մենք օր-օր կրկնում ենք, գրեթե ավտոմատ։ Երբ ասում ենք, որ ամեն դեպքում փողը չի տա կամ սա ինձ համար չէ, այս արտահայտությունները վերածվում են ինքնուրույն մարգարեությունների։ Ամեն անգամ, երբ մենք հետաձգում ենք վաղը կարևոր որոշում, այս վաղը երբեք իսկապես չի գալիս։ Եվ երբ մենք ինքներս մեզ համոզում ենք, որ մենք արժանի չենք ավելին, քան ունենք, մենք ստորագրում ենք մեր սեփական ֆինանսական վճիռը, ծուղակը հենց այնտեղ է, մենք կարծում ենք, որ աղքատությունը գալիս է դրսից, երբ մենք ամեն օր իրականում կերակրում ենք այն մեր վերաբերմունքով։ Հազարամյակային իմաստությունն արդեն նախազգուշացրել է դրա մասին, նա սովորեցնում է, որ աշխարհը ձևավորված չէ հանգամանքներով, բայց մենք արտասանելու ենք և մեր գործողությունները, փոքր սովորությունները, որոնք անվնաս են թվում, վերածվում են անտեսանելի հոսանքների, որոնք մեզ քաշում են։ Ժամանակի ընթացքում նրանք դասընթացի ընթացքում դժբախտ պատահար չեն անում, բայց մեր ընտրության բնական հետևանքը։ Մտածեք այդ մարդու առակի մասին, ով ամեն առավոտ հավաքում էր ոսկե ձավարեղեն, բայց գիշերը կորցրեց ավելի շատ, քան կուտակել էր, առանց իրագործելու։ Նա մեղադրեց իր ճակատագրին, հարևաններին, կառավարությանը չնկատելով, որ նա թողեց իր տան դռները լայն բաց, քամին տարավ այն ամենն, ինչ նա պահել էր այդքան մեծ ջանքերով, այսպիսով մենք նույնպես գործում ենք։ Մենք բողոքում ենք ուրիշներից, բայց մենք չենք տեսնում մեր բաց դռները, որտեղ մեր աշխատանքը և մեր հնարավորությունները կաթում են։ Ահա վճռորոշ կետը։ Աղքատությունը չի սկսվում գրպանում, բայց մտքում։ Դանիել Քահնմանի նման գիտնականները բացատրում են, որ մենք կարծում ենք երկու համակարգի միջոցով։ Մեկ արագ և ավտոմատ, մեկ այլ դանդաղ և արտացոլող, դա առաջինում է ակնթարթային սովորությունների և ռեակցիաների մասին այն սխալները, որոնք փող են գողանում մեզ, առանց դրա իրականացնելու, նրանք այնքան բնական են դարձել, որ մենք այլևս չենք նկատում նրանց, բայց դրանք հենց նրանք են, որոնք մենք ձևավորում ենք այն, ինչ մենք անվանում ենք մեր ճակատագիրը։ Վիկտոր Ֆրանկլը մեզ հիշեցրեց, որ նույնիսկ այն դեպքում, երբ հանգամանքների նկատմամբ վերահսկողություն չունենք, մենք միշտ իշխանություն ունենք նրանց նկատմամբ մեր վերաբերմունքի նկատմամբ, եթե մենք ընտրենք սակավության խոսքեր, նրանք դառնում են մեր կյանքը կառավարող ներքին օրենքը, բայց եթե մենք ընտրենք պատասխանատվության և աճի խոսքեր, նույնիսկ ամենադժվար իրավիճակները, որոնք մենք կարող ենք ուժեղ առաջանալ, դրա համար անհրաժեշտ է հիմա կանգ առնել և ինքներդ ձեզ հարցնել։ Այս արտացոլումը կարող է ցավալի լինել, բայց առանց դրա անհնար է կոտրել աղքատության ցիկլը։ Աղքատության ամենավատ թակարդներից մեկը արտաքին մեղավորներին միշտ փնտրելու միտումն է։ Կառավարությունը ճիշտ է դառնում, հարուստ գողությունը կամ ես սխալ տեղում եմ ծնվել, հնչում է մարդարացումների նման, բայց դրանք իրականում լուրջ թունավորումներ են։ Ամեն անգամ պատասխանատվությունը փոխանցելու դեպքում մենք առաքում ենք մեր փոփոխության ուժը, ինչպես ասում է հին իմաստությունը։ Ով մեղադրում է ուրիշներին, ծառա է մնում, եթե միշտ մյուսի մեղքն է, ապա ոչինչ չկա, որ մենք կարողանանք փոխել, բայց երբ ստանձնեցինք։ Ես սխալ եմ թույլ տվել, երբ բացում է վերափոխման դուռը։ Աղքատությունը ճշգրտորեն սնվում է պատասխանատվության այս պակասից, պատկերացրեք մեկին, ով դույլով և պարանով լավ է դույլով և պարանով, բայց ծարավից մահանում է, այն մեղադրում է արևին, հարևաններին, բախտը, առանց գիտակցելու, որ ջուրը հենց այնտեղ է։ Իր հասանելիության սահմաններում, պարզապես երկարացրեք ձեր ձեռքը և քաշեք դույլը, նույնը վերաբերում է նաև փողի։ Հնարավորություններ առկա են, բայց մյուսին մեղադրելու սովորությունը խանգարում է մեզ տեսնել դրանք։ Ժամանակակից հոգեբանությունն այս հոգեկան ծուղակ է անվանում։ Քահնմանը բացատրեց, որ մեր ուղեղը նախընտրում է հեշտ բացատրություններ։ Դա ավելի հարմար է ասել, որ դա իմ մեղքը չէ, քան մեր սեփական սխալները ճանաչելը, բայց հենց այսպիսի միտք է, որը կենդանի է պահում աղքատությունը, հին պատմություն է պատկերացնում սա։ Մինչև իմաստուն ասած։ Նախ հարցրեք ինքներդ ձեզ, եթե ձեր կոշիկները հարմարավետ են, եթե ոչ, բարելավեք դրանք։ Արհեստավորը հետևեց խորհուրդներին, կատարելագործեց իր աշխատանքը և շուտով չմտածեց այդքան շատ խնդրանքներ։ Խնդիրը երբեք չի եղել նպատակակետում, բայց իր դժկամությունը պատասխանատվություն ստանձնելու համար։ Angela Duckworth այն անվանում է grit համառության և կրքի համադրություն, բայց այս վճռականությունը ծնվում է միայն այն ժամանակ, երբ մենք դադարում ենք բողոքել և սկսել գործել։ Աղքատությունը սնուցում է ողբերի հետ,
Իսկ բարգավաճումը ծագում է հետևողական եւ համակարգված աշխատանքից, ինչպես ասաց Գրեգ Մակքեվը, սկզբունքը ավելի քիչ է, բայց ավելի լավ, երբ մենք մեղադրում ենք աշխարհին, ցրվում ենք մեր էներգիան, բայց երբ մենք գիտակցում ենք մեր սխալները, մենք կարող ենք տեսնել, թե որն է ավելորդ եւ կենտրոնանալ այն բանի վրա, թե իրականում ինչն է։ Հրեական ավանդույթը միշտ գնահատել է Շաբաթը որպես արտացոլման դադարության պահ, այս լռության մեջ է, որ մենք դադարում ենք մեղադրել դրսից եւ ներսից նայել, հանգստության մեջ պարզ է, աղքատությունը կամ հարստությունը սկսվում են այն բանից, ինչ մենք ընտրում ենք ասել եւ անել, շատերը սխալվում են, հավատալով, որ փոփոխությունները դուրս կգան դրսից, բայց իսկական իմաստությունը սովորեցնում է, որ յուրաքանչյուր վերափոխում ծնվում է մեր մեջ, սա իրական առատության առաջին քայլն է։ Մեկ այլ սխալ, որը մեզ լուր չի թողնում, հետաձգելու սովորությունն է, հետո ոչ հիմա, երբ ավելի շատ ժամանակ ունեք, այս բառերը անվնաս են թվում, բայց տարիները վերածում են բաց թողնված հնարավորությունների, պատկերացրեք մի անիվ, որը պտտվում է միայն այն ժամանակ, երբ այն վարում եք, եթե դադարում եք հրում, այն կորցնում է արագությունը, մինչև այն ընկնի, նույնը վերաբերում է նաև մեր նախագծերին։ Յուրաքանչյուր վաղը ասում ենք, էներգիայի ցրվում է, եւ երբ մենք գիտակցում ենք, մենք կորցրել ենք արժեքավոր տարիներ։ Հրեական ավանդույթում կա մի ասացվածք. այն, ինչն այսօր չի արվում, վաղը չի արվի, դա շտապում չէ, բայց պարզության մեջ յուրաքանչյուր գործողություն ունի իր ճիշտ պահը, եթե մենք թույլ տանք, որ անցնի, այն այլևս չի վերադառնում, շուկայի վաճառողի պատմությունը օրինակ է բերում։ Նա գիտեր, որ իրեն պետք է ավելի լավ կետ վարձել, բայց միշտ ասել էր ես կսպասեմ, երբ վերջապես որոշվեց, տարածությունն արդեն զբաղված էր, այնուհետև նա նախատեսում էր ընդլայնել իր վրանը, բայց անընդհատ հետաձգում էր։ Մեկ տարի անց նրա մրցակիցները շատ առաջ էին, բոլորը, քանի որ ձեր խոսքերը միշտ եղել են ավելի ուշ։ Ջեյմս Յեմսի նման ժամանակակից սովորույթների հետազոտողները բացատրում են, որ դա փոքրագույն ամենօրյա քայլերն են, որոնք ստեղծում են առաջադիմական համակարգեր, եթե ամեն օր առնվազն մեկ գործողություն ենք անում, մենք կառուցում ենք մի ուղի, որը մեզ առաջ է տանում, բայց եթե մենք ամեն օր փակցնում ենք, մենք ստեղծում ենք մի համակարգ, որը պարալիզացնում է մեր աճը։ Հին իմաստությունը սովորեցնում է, որ հետաձգման սովորությունը ավելի վտանգավոր է, քան աղքատությունը, քանի որ այն կարող է ժամանակավոր լինել, մինչդեռ այն դարձնում է մշտական։ Քահանմանը ցույց է տվել, որ մեր ուղեղը հակված է ընտրել ամենահեշտ ձևը, կարծում ենք, որ վաղը ավելի հեշտ կլինի, բայց սա պատրանք է, վաղը միշտ ավելի դժվար կլինի, քանի որ մեր ուժերը սպառվում են և կուտակվում են խնդիրները։ Մեկ ուսանող մի անգամ ռաբբի հարցրեց. երբ է լավագույն ժամանակը սկսելու սովորել, պատասխանը հետևյալն էր. սա իմաստություն է, որը ապամոնտաժում է, հետո պատրանքը։ Մի փոքր գործողություն միշտ արժի ավելին, քան կատարյալ պլան, ինչպես ասաց Ռայան Տոնը։ Խոչընդոտը ճանապարհն է, երբ մենք հետաձգում ենք, խոչընդոտը դառնում է լեռ, բայց երբ մենք այսօր առաջին քայլն ենք կատարում, լեռը վերածվում է մի քայլի, սա ևս մեկ սխալ է, որը գողանում է մեզ փողը և հնարավորությունները առանց դրա իրականացնելու։ Սյուն գողանում է տոկոսները, հնարավորությունները և կապերը, առանց դրա իրականացնելու, դա աղքատությունը վերածում է քրոնիկ բանի, և դադարեցնելու միակ ճանապարհը հիմա գործելն է, առանց վաղվա սպասելու։ Երրորդ ծուղակը, որը դատարկեցնում է ձեր գրպանը, փոքրիկ բաների համար աննկատ է, նրանք, ովքեր ապրում են սակավության մեջ, հաճախ ասում են. կարևոր չէ, որ նրանք արտոնայք են, բայց դա հենց այն է, որ կառուցված է, թե ոչնչացվում է բախտը, պատկերացրեք մի դույլ փոքրիկ ճեղքերով։ Թիլից հետո կաթիլը, ջուրը կաթում է, և վերջում զարմանում եք, թե ինչու է այն լրացնում, չեք տեսնում արտահոսքը, այդպիսին են ֆինանսները։ Փոքր իմպուլսիվ ծախսերը, ավելորդ զիջումները և ընտրությունները, առանց արտացոլման ավելի շատ, քան մեծ վնաս։ Ինչպես նշել է Մորգան Հյուսելը, մարդիկ հոգ են տանում մեծ գումարների մասին, բայց կորցնում են բախտը ամենօրյա սովորությունների մեջ, հարյուրավոր միկրոդեկտիվներ ձևավորում են ձեր փողի ճակատագիրը։ Դրանք անտեսելու համար աղքատությունը բնական ցիկլ է դառնում, հրեական գյուղում վաճառողի մասին բացահայտող պատմություն կա։ Մեծահոգի, բայց անհոգ, այն մի փոքր ավելին տվեց յուրաքանչյուր հաճախորդի, ոչ թե բարությունից, այլ փոքր գումարներ չտալու համար, ամսվա վերջին նա դժգոհեց, որ շահույթ չկա, մի տարեց Սեյսն ասաց նրան. դուք աղքատ չեք փողի պակասի համար, այլ ուշադրության պակասի համար, հարգեք յուրաքանչյուր մետաղադրամ, և նրանք կհարգեն ձեզ։ Քել Նյուփորտը խոսում է խորքային աշխատանքի և ուշադրության մասին, որպես ավելի արժեքավոր ռեսուրս, և դա վերաբերում է նաև փողին, երբ միտքը ցրվում է, ռեսուրսները փախչում են։ Բայց երբ սովորում եք կենտրոնանալ նույնիսկ թվացյալ աննշան մանրամասների վրա, նրանք սկսում են բազմապատկել, հրեական ավանդույթը դա պատկերում է շաբաթի նախապատրաստման մեջ։
Ամեն ինչ կազմակերպվում է նախապես, նույնիսկ ամենափոքր ժեստերը ժամանակի և կյանքի հարգանքի մթնոլորտ ստեղծելով, դա փոքրի խնամքն է, որն առաջացնում է առատության զգացողություն։ Շատերը սխալվում են այստեղ։ Մտածեք, սա ոչ մի նշանակություն չունի, բայց յուրաքանչյուր փոքր ընտրությունը սովորություն է ստեղծում, և սովորությունը դառնում է համակարգ, ինչպես Claire Jamesը գրել է ատոմային սովորություններում, նույնիսկ ամենաարագ գործողությունը նշան, առօրյան, պարգևատրում, ամրապնդում է նոր ցիկլը, այդ իսկ պատճառով հրեական իմաստությունը սովորեցնում է, աղքատությունը չի սկսվում, երբ քիչ բան ունեք, բայց երբ փոքր ինչ նկատի ունեք, հարստությունը մյուս կողմից ծնվում է յուրաքանչյուր կոպեկի, ամեն րոպե։ Հարգանքից յուրաքանչյուր բառ, դա ագահության, այլ պատասխանատվության հարց չէ, ով բարգավաճ արժեքներ է և նվազագույնը, և առավելագույնը, ով աղքատ է արամարում նվազագույնը և կորցնում առավելագույնը։ Ձեր ֆինանսները չորացրած չորրորդ ձախողումը առանց նպատակի ապրելն է, երբ մարդը չգիտի, թե ինչու է նա աշխատում կամ որտեղ է նա քայլում, նրա ջանքերը ցրվում են քամու ավազի հացահատիկի նման, այն ծախսում է էներգիա, բայց չի հնձում մրգերը։ Վիկտոր Ֆրանկլն արդեն ասել է, որ իմաստը մարդուն տալիս է ճկունություն նույնիսկ ամենավատ անբարենպաստություններում, առանց դրա ցանկացած խոչընդոտ դառնում է դադարեցնելու պատրվակը, փողով, դա այլ տարբեր չէ։ Եթե չես սահմանում, թե ինչ եք ուզում կուտակել, այն միշտ վազում է ձեր մատների միջև։ Հրեական ավանդույթը կրկնում է, յուրաքանչյուր քայլ պետք է ուղղություն ունենա, Թորայում ճանապարհը մշտական փոխաբերություն է, առանց նպատակի, ճանապարհը դառնում է լաբիրինթոս, անհատը շրջում է շրջանակներով և հրաշքներով, թե ինչու է առաջանում։ Երիտասարդ առևտրականը օրինակ է բերում։ Նա ամեն օր բացեց իր խանութը, բայց առանց ծրագրի, հիմա ես շատ եմ գնել, երբեմն մոռացել եմ էականները, ձեր բիզնեսը խորտակվեց, միայն այն ժամանակ, երբ մենթորը ձեզ հարցրեց. Ինչու եք բացում այս խանութը, որն է ձեր նպատակը, և նա չկարողացավ պատասխանել, իրոք հասկացավ, սահմանելով իր առաքելությունն, աջակցելով ընտանիքին և առաջարկելով որակյալ ապրանքներ, արդյունքները սկսեցին կատարելագործվել, ուղղված նպատակը։ Սիմոն Սինեկը ամրապնդում է, սկսեք ինչու, փողը երբեք ինքնանպատակ է, դա ավելի մեծ բանի համար գործիք է, քանի դեռ այս հարցում հստակություն չկա։ Ինչու ֆինանսները չեն կայունանում, այս ծուղակը դավաճանական է, քանի որ անտեսանելի է, դուք կարող եք քրտնաջան աշխատել, բայց առանց ուշադրության կենտրոնում, ձեր ջանքերը չեն կուտակում փորձելով լրացնել ձանձրալի զամբյուղը, Ռաբբին Ջոն Բոնաթան Պարկերը խոսեցին ընդմիջումների արժեքի մասին։ Երբ մենք դադարեցինք հարցնել. Ինչու եմ դա անում, պարզությունը ծագում է, և հենց այս հստակությունն է, որ վերափոխում է աշխատանքը հարստության և քաոսի մեջ։ Ժամանակակից գաղափարներ Էքո այս սկզբունքով, Գրեգ Մքքեոն, էական տիրապետության մեջ, վիճում է պակաս, բայց ավելի լավ, միանշանակ նպատակով վերացնում եք ավելորդը, առանց դրա։ Ամեն ինչ գրավում է հնարավորության սահմաններում և կորցնում է հիմնակաները։ Ճշմարիտ աղքատությունը փողի պակասը չէ, այլ նպատակի պակասը, մինչև այն գտնվի, ոչ մի գումար բավարար չի լինի։ Դրա միջավայրը սահմանում է իր սահմանները, երբ աղքատությունը ձեզ շրջապատում նորմալ է համարվում, նույնիսկ տաղանդներով և հնարավորություններով դուք կմնաք դրան։ Երուսաղեմի երիտասարդի պատմությունը դա պատկերացնում է, նա երազում էր սկսել իր բիզնեսը, բայց ամեն երեկո նա հանդիպել է ընկերների հետ, ովքեր միայն խոսում էին այն մասին, թե որքան վատ էր ամեն ինչ, քիչ-քիչ նա դադարեց հավատալ սեփական գաղափարներին, միայն այն ժամանակ, երբ նա ապրում էր այն մարդկանց հետ, ովքեր կառուցեցին, փորձառու և առաջադեմ նրանց։ Արդյունքները սկսեցին հայտնվել, նրա մտածողությունը փոխվել է, և կյանքը հետևեց այս նոր ուղղությանը։ Քերոլ Վենչը խոսում է աճի մտածելակերպի մասին, բայց նա չի ծնվում դատարկության մեջ, այն կերակրում է ամեն օր լսած բառերի վրա, եթե ձեր շուրջը միայն պարտության ելույթներ է ունենում, այս մտածելակերպը ծաղկելու տեղ չի գտնի։ Բայց եթե խոսակցությունները հույս ունեն և գործողություններ, ավելի ուժեղանում եք, ինչպես Ռոեն արձակուրդը հիշում է, խոչընդոտը ճանապարհն է, այնուամենայնիվ, խոչընդոտը տեսնելու համար դուք պետք է լինեք նրանց մեջ, ովքեր նույնպես տեսնում են հնարավորություններ, եթե ձեր շրջանակը միայն պատեր է տեսնում, դուք երբեք դռներ չեք գտնի։ Այս ծուղակը աստիճանաբար գողանում է ձեր փողերը, նա իջեցնում է իր երազանքները և դրանք մոխրի մեջ վերածում, դա ձեզ ստիպում է լուծվել փշրանքների համար և հավատացեք, որ այլևս արժանի չեք դրան։ Գրեգ Մքքեոն պաշտպանում է ավելի քիչ, բայց ավելի լավը, սկզբունքը և երբեմն հարստացնելու լավագույն միջոցը ձեր կյանքից հեռացնելն է, որը դա չի աղքատացնում, նույնիսկ եթե դրանք քիչ են, նրանց ազդեցությունը կարող է կործանարար լինել։ Հրեական ավանդույթը գնահատում է ընտանիքը և համայնքը, բայց համայնքը պետք է բարձրացնի, չխանգարվի, ճշմարիտ հարստությունը ծնվում է այնտեղ, որտեղ կա աջակցություն և հարգանք, շատերի սխալն այն է, որ աղքատությունը իջնի փողի
Իրականում դա նաև այն խոսակցություններում է, որը դուք կլանում եք, եթե ցանկանում եք փոխել ձեր ճակատագիրը, սկսեք փոխել ձեր բնակվող շրջանակը։ Այս բոլոր թերությունները գործում են անտեսանելի գողերի նման, նրանք հանկարծ չեն։ Նրանք դանդաղորեն գողանում են ամեն օր, բողոքներ, ձգձգում, մանրակրկիտություն, մանրամասներով, աննկատ կյանքով, դյուրանցումներ փնտրելով ապրողների հետ, ովքեր հետ են քաշում, նրանք միասին ստեղծում են աղքատություն, որը ճակատագիր է թվում։ Բայց ճշմարտությունը տարբեր է, դա ճակատագիր չէ, նրանք սովորություններ են։ Ամփոփագիրը պարզ է, դուք կառուցում եք ձեր աղքատությունը և նաև ձեր հարստությունը, նա պատահականորեն չի գալիս կամ անհետացավ առանց որևէ պատճառաբանության, այն ծնվել է ձեր խոսքերից, մտքերով, գործողություններից և ձեր ընտրած միջավայրից։ Երբ դրանք վերափոխում եք, կյանքը փոխվում է նրանց հետ։ Ի՞նչն է իրականում փոխում նպատակակետը։ 1. Պատասխանատվություն, դադարեք մեղադրել ուրիշներին։ 2. Գործողություն, արա այսօր, ոչ վաղը։ 3. Ուշադրություն, արժեքը գնահատում է ամեն րոպե, յուրաքանչյուր հատկություն։ 4. Նպատակը, իմացեք, թե ինչու եք աշխատում։ 5. Համբերություն, մերժեք հեշտ ուղիները։ 6. Բնապահպանություն, մոտեցեք նրանց, ովքեր առաջ են անցել։ Գործնական պլան այսօրվա համար։ 1. Վերցրեք թերթիկ և գրեք 3 արտահայտություններ, որոնք կրկնում եք փողի մասին, վերլուծություն, արդյոք նրանք գողանում են իրենց ապագան։ 2. Կատարեք առաջադիմում առաջադրանք, դա տևում է 5 րոպե, բայց դա արեք այսօր։ 3. Նշեք ձեր շրջապատի ինչ-որ մեկին, որը ձեզ ոգեշնչում է և զրուցում այդ մարդու հետ, թող ձեր խոսքերը ձեզ համար սերմ ունենան։ 4. Օրվա վերջում շնորհակալություն հայտնեք արդեն իսկ ունեք, երախտագիտությունը գրավում է ավելի շատ առատություն։ Հրեական իմաստությունը սովորեցնում է, դուք թույլ չեք։ Դուք պարզապես մոռացել եք կարգապահության և իմաստի ուժը, վերականգնել այս ուժը և աղքատությունը չի կարողանա ձեզ պահել։ Հիշեք, սխալները գողանում են ձեր գումարը, բայց այժմ կարող եք դադարեցնել դրանք, սկսեք այսօր, թող որ ձեր խոսքերը ուժ ունենան և նրանց գործողությունները քայլեր դեպի հարստություն, այստեղ։ Առանց fanfare, միայն գործնական իմաստությունը, որը վերափոխում է կյանքը։